Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երևան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարբեր հանդիպումներից եւ քննարկումներից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ինձ համար այսօր շատ կարևոր ու շատ հաճելի օր է, որտեղ իմ գործընկերը Հայաստանի Հանրապետության ամենավառ, ամենաարտահայտված ընկերներից է միջազգային հարթակներում։ Այն գործունեությունը, որը իրականացնում է Տիկին Դիմիտրիոն միջազգային հարթակներում, ես չեմ կարող թաքցնել, պետք է ասեմ, որ մենք այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված եւ ինչի համար ես Տիկին Դիմիտրիոն եւ մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մանրամասները։ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա։ Հայաստանը նույնպես իր կողմից մշտապես աջակցել է եւ աջակցելու է Կիպրոսի խնդրին։ Եվ ես դրա մասին նույնպես քննարկում ունեցա Տիկին Դիմիտրիոյի հետ, ինչպես նաև տեղեկացրեցի մեր ռազմագերիների անհայտ կորածների հետ կապված խնդրին եւ պետք է ասեմ, որ երկկողմ կա լիակատար ընկալում մեր շահերի լիակատար համընկնում, որի համար եւս մեկ անգամ շնորհակալ եմ իմ հարգելի գործընկերոջը։ Հայաստանը եւ Կիպրոսը գերազանց հարաբերությունների մեջ են, ասում է Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահը Ալեն Սիմոնյանին, որպես իր լավ ընկերը ներկայացնելու առիթը Անիտա Դմիտրիուն բաց չի թողնում։ Մենք իմ ընկեր Ալենի հետ հիանալի համագործակցություն ունենք եւ միասին պայքարում ենք ընդհանուր շահերի համար տարբեր միջազգային կառույցներում պաշտպանելով մեր երկու երկրների իրավունքները։ Կիպրոսը, Հունաստանն ու Հայաստանը պետք է խթանեն եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Կիպրոսն ու Հայաստանը կիսում են նույն սկզբունքներն ու արժեհամակարգը եւ տարիներ շարունակ պայքարում են նույն իրավունքի եւ արդարության համար, ասում է Անիտա Դմիտրիուն։ Չափազանց հուզիչ էր մեր երեկվա այցը Արագածոտնի մարզ, բռնի տեղահանված անձանց։ Այդ մարդիկ այնտեղ փորձում են վերականգնել իրենց կյանքը եւ մենք մեր կողմից փորձում ենք աջակցել, օգնել նրանց։ Անիտա Դմիտրիուի խոսքերով չի կարելի մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ ունենում Հայաստանում։ Եվրոպան, միջազգային կառույցները չպետք է երկակի ստանդարտներով մոտենան այս ամենին։ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել ենք նաեւ հակամարտությունների օրակարգ, որն իհարկե ցավալի երևույթ է։ Խորհրդարանի նախագահը Կիպրոսի հիմնախնդրի հարցի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել։ Մենք էլ մեր հերթին ցանկանում ենք տեսնել հայ-ադրբեջանական խաղաղության արձանագրումը։ Անիտա Դմիտրիոն անդրադարձավ նաև Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների խորացման անհրաժեշտությանը։ Հայաստանը պատկանում է Եվրոպական միությանը եւ վերահաստատում եմ, որ մենք կաջակցենք ամեն կերպ դեպի Եվրոպա ձեր ճանապարհին մենք ձեր կողքին ենք։ Լրագրողների հարցին, թե Անիտա Դմիտրիուն ինչ վերաբերմունք ունի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, վերջինս պատասխանեց, որ այնինչ հակասում է միջազգային իրավունքին, մարդու իրավունքին, դրա հետ Կիպրոսը համաձայն լինել չի կարող։ Դա սկզբունքային դիրքորոշում է։ Ելույթի վերջում հույս հայտնեց, կարճ ժամանակում այս խնդիրը իր հանգուցալուծումը կգտնի։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։